Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, նկատվում է թմրամիջոցների տարածվածության աճ, թեև մեզ մոտ վիճակը ավելի վերահսկելի է, քան հարևան երկրներում։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազիմյանը Զարգերակի հետ զրույցում նշեց, որ ավելանում է նաև բուժում ստացողների թիվը։ Նա հայտնեց, որ դիմողների մեծամասնությունը տղաներ են, փոխարինող բուժում ստացող 611 պացիենտից 10-ը կանայք։ Ինչ վերաբերում է կոնկրետ անչափահասների շրջանում թմրամիջոցների տարածվածությանը, ապա նա նկատեց, որ երբեմն ուռճացված թվեր են ներկայացվում։ Թեև մտահոգիչ է, որ թմրամիջոցներն անչափահասներին հասանելի են դարձել, հատկապես ինտերնետային հավելվածների միջոցով, իսկ 15 տարի առաջ թմրամիջոց գործածող անչափահաս չկար։ Անչափահասներին համոզում են օգտագործել նպատակ ունենալով կախվածություն առաջացնել, հետագայում նրանց ֆինանսից օգտվելու համար, ասաց նա։ Սուրեն Նազիմյանը կարևորեց ծնողի դերը եւ նշեց, որ թմրամիջոց տարածողը մի օր սկսում է նաև գործածել եւ նույնիսկ մեկանգամյա գերդոզավորումը կարող է հանգեցնել մահվան։ Հիշեցնենք, որ օրերս 34-ամյա կնոջ մեքենայի խուզարկության ժամանակ նրա կրծքալից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված խոշոր չափի մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։